Ես արդիշոփի հովոն եմ, հպարտ եմ, որ հայ եմ ու մեջքիս պահում եմ մեր սուրբ դրոշը։ Անսահման սիրում եմ իմ Աստծուն ու հայրենիքս։ 1 տարի առաջ այս օրը ես ներկայացա ձեզ իմ դեմքով, բայց այսօր կներկայանամ հոգովս։ Խոսում եմ հայի հավաքական անձի հետ, որը ձևավորված է աշխարհով սփռված հայությունով։ Քույրեր եւ եղբայրներ, լինելով ձեզանից մեկը կոչ եմ անում ձևավորել հայի այնպիսի հավաքական կերպար, որ աշխարհին կներկայանա իր ամբողջ հզորությամբ, հաստատակամ հոգով, ամուր կամքով եւ մտքի այնպիսի ճկունությամբ, որը մութը նույնիսկ կվերածի լուսավոր ճանապարհի։ Այս ամենը հնարավոր է միայն Հայր Աստծո օրհնությամբ։ Կարդում եմ Երեմիա 31:33-ը, բայց ընկալելով իմ հոգով ազգիս վերաբերական։ Այլ այս է անում այն ուխտը, որ պիտի կապեմ Հայաստանի տան հետ։ Այն օրերից հետո ասում է Տերը, իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում, նրանց սրտի վրա պիտի գրեմ այն եւ ես պիտի լինեմ նրանց Աստված եւ նրանք պիտի լինեն ինձ համար ժողովուրդ։ Իսկ դեպի Հայր Աստծուն տանող միակ ճշմարիտ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Ուստի Հիսուսի անունով մերժում եմ ազգիցս խռովությունը, մերժում եմ վախկոտությունը, մերժում եմ կեղծավորությունը, մերժում եմ դավաճանությունը եւ այն ամենը, ինչը կփորձի մասնատել ազգիս։ Եվ այսուհետ Հիսուսի անունով մենք կլինենք ել ավելի միասնական, կլինենք ել ավելի հզոր եւ Հիսուսի անունով կլինենք ել ավելի զորավոր։ Եկեք ապրենք առաջի քրիստոնյա ազգին վայել Հիսուսի անունով թողորնյալ լինի մեր ազգը մինչև աշխարհի վերջը։